Արտակ ճանապարհություն դեպի 1991 թվականը ծրագրում եթեր տրվեց նաև խճանկարը, վերականգնվել են խճանկարի թողարկումները։ Վերականգնվել դժվար է ասել, բանն այն է, որ 60 թողարկումից հետո մենք խճանկարը հուլիս ամսին դադարեցրել ենք։ Սա փաստորեն առաջի փորձն էր խճանկար մեծահասակների համար։ Եվ մեր ստեղծագործական խումբը ամենայն հավանականությամբ դա մեր նաև հեռուստատողների ցանկությունն է, շուտով կվերականգնվի ոչ միայն գիրակի օրին ժամը 10:30, այլև նաև կլինի խճանկար մեծահասակների համար։ Որ սպասենք։ Okay! Բարի լույս։ Շնորհակալություն։ Բարեկամներ, հենց նոր մեր հայտնեցին վերջին տվյալները։ Հանրապետությունում այս ժամին արթուն են եւ հեռուստացույց են դիտում 1,287,421 մարդ, հեռուստացույցի առջև քնած են 318,462 մարդ։ Շնորհակալություն Կարեն։ Խնդրեմ։ Այսուր Աշոտին, խճանկարը 1-2 րոպեից եթերում է։ Աշոտ։ 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 Ինչպես գոռում։ Այդտեղ խճանկարը 1-2 րոպեից արդեն եթերում ենք։ Ինչ անենք։ Բանաստեղծություն է։ Բանաստեղծություն է։ Հետ դες մտաղ բա որտեղ եք։ Բա։ Ով կնաս է արթուն կացեք, ով արթուն է ելեք կացեք, ով կացել է սուրճ աղացել եք առաջ եփեք, թուն սուրճ խմեք ու թարմացեք, հետո չասեք թե մենք քնած, խճանկարն եկավ, գնաց։ Լավ է։ Իմիջիալս բարեկամներ, ես խոստանում եմ հաղորդման վերջում նայել ձեր բոլորի սուրճի բաժակները։ Իմն է։ Թողնել իհարկե։ Եվ հիմա խնդրում եմ արագ եփեք, պատրաստվեք, խմեք, շուրտը իմիջիալս խմել կարող եք նաև հաղորդման ընթացքում։ Ես սպասել մինչև վերջ, մինչև իմ բաժակն այլ է։ Իսկ մինչ այդ Ղեկավար հայրներ, որ վերևում է, սուրբ թող լինի անունը քո և քո անվամբ կոչված քաղաքները, փողոցները, հրապարակները, գործարանները, դպրոցները, մանկապարտեզները, շքանշանները, պաշտոնները և կոչումները։ Հացը մեր հանապազօրյա տուր մեզ այսօր և մի թողնիր մեզ առանց նվերների, առանց կաշառքի և առանց հատուկ սպասարկման։ Մի տանիր մեզի փորձություն երկխոսությունների, չարտոնված միտինգների, անհամբեր ցույցերի և ալտերնատիվ ընտրությունների։ Այլ փրկիր մեզ վերակառուցողական ուժերից, էքստրեմիստներից, նացիոնալիստներից, անարխիստներից և ոչ ֆորմալ ու աննորմալ կազմակերպություններից։ Եվ թող լինի դեմոկրատական ցենտրալիզմի կամքը քո և փառք քեզ հավիտյանս հավիտենից ուռա։ Դեր սիրելի բարեկամներ, սրանով ավարտում ենք խճանկար մեծահասակների համար։ Աշոտ։ Խոստացել էիր սուրճի բաժակները նայել։ Իմն էլ։ Ինչ անա։ Մի րոպե հարգելի ընկերներ, մի րոպե, չանջատեք, մի րոպե։ Սիրելի բարեկամներ, ինչպես ես խոստացել էի ձեզ հաղորդման սկզբում, այժմ ես կնայեմ ձեր բոլորի սուրճի բաժակները։ Նախ խնդրում եմ մի փոքր առաջ նստեք, առաջ բաժակները դեպի հեռուստացույց։ Շատ լավ է։ Մի րոպե անգեր, մի րոպե հասկացանք, վայ։ 4-րդ բաժակ։ Ահա, շատ լավ է։ Լավ, անհարմար չեք զգում, պատկառել մարդը, երևի կոոպերատոր, կանաչ սուրճ է խմում։ Ախր, ասեք ում էր Մարիկ ջան, ախր դուք չգիտեք, որ լուծվող սուրճը նայել չի լինում, ախր դրա ինչ է նայել։ Ահա, շատ լավ է, շատ լավ է, հիմա լավ է։ Muragone
Սիրելի բարեկամներ, Սիրիա գնացողների համար մի շատ հաճելի անակնկալ ենք պատրաստել։ Իհարկե, այսօրվա մեր խճանկարի հյուրն է Սիր Հայ Տուր ընկերության պրեզիդենտ ներողություն Աբու Հասան Էլ-Ռիադը եւ Հայ Սիրտ Տուր կոոպերատիվի նախագահ Աբու Հասանյանը։ Առաջին հարցը ձեզ, պարոն Աբու Հասան։ Ինչ կասեիք հայ-սիրիական կապերի մասին։ Ի ուրախություն մեզ պիտի նշեմ, որ այդ կապերը վերջին ժամանակներս բավականին աշխուժացել են։ Պարզվել է, որ գրեթե բոլոր հայերը Սիրիայում մտերիմ բարեկամներ ունեն, որոնց եթե դարեկան 2-ից 3 անգամ չեն տեսնում, հիվանդանում են։ Իսկ ինչ խորհուրդ կտայիք նրանց բերելու Սիրիա, իհարկե ազգականներին նվիրելու համար։ Դե դա գիտե յուրաքանչյուր հայ բարձր տեսակի ոսկի, էլեկտրական Τρέλ քսեք, ձագե, էլեկտրական ձագիչ, հարթուկ, սպիտակեղեն, թեղորայք, ֆրանսիական լանկոն ֆիրմայի աչքի դուշ, շատ լավ կերտա, 1-4, եւ այլն, թող բերել։ أهلا بحصه شاوة هلا بحصه بخشينا بحال صوم يحيى Պարոն Աբու Հասանյան, ինչ խորհուրդ կտայիք Սիրիայից բերել։ Երևի շոր ու կոշիկ։ Չէ։ Հիմա մեր խանութները լցվել են սիրիական շոր ու կոշիկներով, ավտոշուկան մերսեդեսներով։ Այսինքն մերոն շնորհով Սիրիայում շոր ու կոշիկ չի մնացել։ Դրա փոխարեն էժանացել է ոսկուկինը, իսկ տեղի շուկան լցվել է դրել հարթուկներով, ջերմաչափ տեղերով, սպիտակերենով եւ այլն։ Խորհուրդ կտայինք հենց այդ ապրանքներն էլ ետ բերել, որովհետեւ հիմա մեր հանրապետությունում շատ բարձր գին ունեն դրանք եւ շատ մեծ պահանջ։